քաղաքական ուժերը բանակցությունների մեջ են, գումարաշորձ ֆորմատով։ Ինչ է սպասվում այդ ֆորմատին այս օրերին ամենևս։ Ես կարծում եմ հիմա դրա ժամանակը չի։ Մենք որ առավոտը շուտ վաղը մեկնում ենք Ղարաբաղ, ամբողջ մեր ֆրակցիան իր ողջ կազմով մեկնելու ենք Ղարաբաղ, որտեղ արդեն մենք ուղարկել ենք մեր կողմից կազմավորված ջոկատներ, պետք է գնանք տեղում տեսնենք որտեղ են դիսլոկացվել, ինչ հարցեր կա եւ այլն։ Հիմա ճիշտ ասած դրա ժամանակը չի։ Իսկ պետք է հետաձգենք այդ խնդիրները, չեմ կարծում դա կարևոր է, շատ կարևոր է, բայց հիմա ավելի հրատապ հարցեր կան եւ այդ 4+4 ֆորմատը կարելի է հետաձգել մինչեւ տեսնենք գոնե մեր կարծիքով, մեր գնահատականներով ավելի ստաբիլ վիճակ կլինի։ Ես նկատում եմ, որ Լևոն Զուրաբյանն ասում է, գուցե սառեցնենք ընտրական օրենսգրքի ընդունումը, որովհետեւ պատերազմը հնարավոր է մի ամիս, երկու ամիս տևի եւ այդպես էլ չքննարկվի ընտրական օրենսգիրքը որպես։ Հիմա գիտեք, առաջ գնալ չեմ ուզում, որովհետեւ այս սկսած պատերազմից լավ հոտ չի գալիս, ճիշտ ասած։ Չգիտենք մինչեւ ուր սա կհասնի, հնարավոր է ամեն ինչ սառեցվի, բայց եթե մենք նախապես գնանք սառեցման ճանապարհով, կարող է սխալ տեղ հասնենք, որովհետև դա կնշանակի նաև ընտրությունների հետ կապված սառեցում, որովհետև մենք պարտավոր ենք հունիսի 1-ին եւ բոլոր պարտավորությունները գոնե մի տարի առաջ ունենալ համապատասխան ընդունված ընտրական օրենսգիրք։ Եթե դա չի ընդունվում այդ ժամկետներում, ուրեմն բոլոր ժամկետները կարող են փոխվել, բայց սա արդեն այսպես ֆորս մաժորային խոսակցություն է։ Ես չեմ ուզում այդ աստիճանի վատատեսական մտքեր հնչեցնել, բայց նաև չեմ բացառում նկատի ունենալով, թե ինչ հարևանի հետ գործ ունենք, որ ուղղակի թքած ունի ցանկացած միջազգային պարտավորության արժեհամակարգի նորմերի վրա եւ անում է այն, ինչ իր խելքին այդ պահին փչում է։ Մտել է մի process-ի մեջ, որից ուզում է դուրս գալ պարզ երեսով եւ դրա համար բացարձակապես հաշվի չնստում կորուստների հետ, ոչ միայն մեր կողմից, իր կողմից, անգամ կորուստների հետ, իրենք ուղղակի մսացուի նման, այսպես ասած, թող ներվի այս խոսքին, բայց այդ տպավորությունն ենք ստանում, բերում են անընդհատ խորքից զինվորներ, մարդիկ, որպեսզի կարողանան գոնե ինչ-որ տարածքներ գրավել, որ փաստեն, որ իրենց միջոցներով պատրաստ են եւ անելու են ամեն ինչ, որ ստատուս քվոն փոխվի օգուտ իրենց։ Այսինքն սա է իրենց գլխավոր նպատակը, փաստի առաջ կանգնեցնել միջազգային հանրությանը, հաշվի նստեն Ադրբեջանի, այսպես ասած, նվաճումների հետ, ճակերտների մեջ եւ համապատասխան փոփոխություն մտցվի ընդհանրապես բանակցային գործընթացի մեջ։ Սա է գլոբալ հարցը, որ իրենք լուծում են եւ դա անում են այս ձևի, այսպես ասած, միջնադարյան, եթե չասեմ ավելի հին ժամանակներ հիշեցնող ոճով։ Հիմա նույն ձեռագիրը տեսնում ենք, արդեն բոլորին հայտնի է, թե ինչպիսի վայրագությամբ են նրանք փորձում այս հարցերը լուծել։ Մենք այսօր շատ լուրջ հարց ունենք, երկու ճակատը միաժամանակ ակտիվ պահելով, առաջի հերթին իհարկե մարտի դաշտը, որովհետև այնտեղ է լուծվում ամեն ինչ։ Փառք Աստծո, որ այս մոբիլիզացիան շատ իրական է եւ սա ազդելու է իրենց վրա, որ թույլ չտանք իրենց ծրագրերն իրականացվեն, առնվազն ապրիլի 1-ի դիրքերը պետք է պահպանել, եթե շատ ոգևորվեն եւ փորձեն իրենց մարտավարությունը մեզ թելադրել, մենք պետք է նաեւ միջոցներ ձեռնարկենք ել ավելի կայունությունը եւ անվտանգությունը ապահովելու համար նոր դիրքեր վերցնենք, որովհետեւ այդպես է եղել, որ հրադադար է եղել։ Հրադադարը եղավ այն պատճառով, որ իրենք պատերազմը շարունակելը տեսան ավելի վնասաբեր։ Եվ տեսան նոր տարածքներ կարող են գրավվել։ Ժամանակին ասել եմ, հիմա էլ եմ ասում, երևի մենք մեծ զիջում արեցինք, որ գնացինք հրադադարի պայմանագրի, պետք էր գնալ կապիտուլյացիոն պայմանագրի կնքման, որտեղ այդ ժամանակ իրենք ամբողջությամբ կապիտուլացված, պարալիզացված վիճակում էին։ Մենք պարզապես բարի կամք դրսևորելով, լսելով, անսալով նաև միջնորդ կողմերին կանգնել ենք այդ գծի վրա։ Այս է խնդիրը։ Հիմա իրենց չգիտես ինչի թվում է, որ կարող են այդ գիծը տեղաշարժել։ Սա չպետք է թույլ տալ, բայց մյուս կարևոր հարցը միջազգային ատյաններում է, որ պետք է մենք լուրջ խնդիրներ այսօր լուծենք եւ բոլոր քննարկումների համար ստեղծենք բարենպաստ ֆոն։ Դրա գլխավոր հաստատումը կլինի այն, որ մենք ֆիքսենք բոլորի համար, որ ով է սկսել այս պատերազմը։ Սա ողջ լրատվական դաշտի խնդիրն է, ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային։ Եվ այսօր պետք է այդ փաստերը ամբողջությամբ հավաքվի,
որ ես վստահ եմ, որ եթե այդ ֆոնը ունենանք, արդեն մենք ունենանք բարենպաստ ավելի մոտիկ ճշմարտությանը քննարկումներ միջազգային ատյաններում, որ մեզ սպասվում է։ Ես չեմ անգամ բացառում, որ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովում փորձեն այս հարցը նորից հարցարցել, որտեվ հրատապ հարցերի շրջանակում է սա։ Այսինքն մենք շատ լուրջ հարց ունենք այսօր ամբողջ միջազգային հանրության մոտ այս հստակ ճշմարտությունը ամրագրելու, որ հարձակումը սկսել է Ադրբեջանը։ Դրա համար ասում եմ փաստեր կան, ոչ միայն տեղում մարտական գործողությունների հետևանքները եւ արդյունքները նշելով, այլ նաեւ այն հայտարարությունները, որ ամենաբարձր մակարդակով կատարել է։ Նույն ինքը Իլհամ Ալիևը դա չի թաքցրել, իրենց Նովրուզ Բայրամի ելույթը ամբողջությամբ դրան էր ուղղված, որտեվ անթաքույց հարձակում է կատարվել Մինսկի խմբի ձևաչափի վրա։ Ուղղակի ինքը հստակ հայտարարել է, որ դուրս է գալիս միակողմանի փաստորեն այդ ձևաչափից, չի ընդունում այդ ձևաչափը։ Վայրը հաչել է նաև Եվրոպայի խորհրդի ուղղությամբ, որ բանաձևերը չընդունվեցին, այսինքն այն ինչ որ ինքը ուզում էր ծրագրեր անել եւ դա համոզեր նաև միջազգային հանրությանը չի ստացվել, հիմա ուզում է դա միակողմանի անել։ Եվ երկրորդը վերջի հայտարարությունը նույն իրենց դեսպանի, որ ուղղակի ասում է, որ մենք սա անում ենք, որովհետև Մինսկի գործընթացը մեզ չի բավարարում։ Իրենք ուզում են հարցը լուծել, բայց դա չանել խաղաղ բանակցությունների միջոցով։ Սա բացեիբաց հայտարարվել է։ Եվ ուրեմն սրանք իսկապես հիմքեր են եւ ավելին ասում եմ տեղում ունենք փաստեր, դրանք պետք է հավաքել, որպեսզի ուղղորդվեն քննարկումները հնարավոր միջազգային ատյաններով։ Որտեւ այսօր пассив է ըստ էության մեր գնահատմամբ միջազգային արձագանքը։ Եվ այս անորոշ, անհասցե արձագանքները ոչ մի լավ տեղ չեն տանում։ Պետք է փաստվի, որ սկսել է պատերազմը Ադրբեջանը եւ դրանից բխեն նաեւ գործողություններ, որոնք ուղղված են նրան, որ պիտի մեխանիզմներ կիրառվեն ագրեսորին սանձելու ուղղությամբ, որ միջազգային պրակտիկան դա ունի։ Այս ռազմական գործողությունները ձեր գնահատականը։ Ես կարծում եմ, որ իրենք հիմա հասկանալով, որ մարդուժի կորուստներ են տալիս, սկսել են տեխնիկան օգտագործել ավելի շատ։ Սմերչը կիրառվել, այսինքն մասսայական բնաջնջման, մասսայական ոչնչացման զենքեր են արդեն փորձում կիրառել, կամաց ընդլայնելով մասշտաբները եւ գոտին, այսպես ասած, պատերազմական, որը շատ վտանգավոր է։ Հիմա իհարկե այս ձևով պատերազմ մղելը իրենք համարում են իրենց համար ավելի անվտանգ, որովհետև հեռահար հարվածներ են եւ ուղակի բախում, այսպես ասած, սահմանագծի վրա մարդուժի առումով նվազագույնի է հասցվում, բայց այդ հեռահար հարվածները շատ վտանգավոր են, որտեղ մարդկանց անընդհատ քաղաքացիներին, խաղաղ բնակիչներին անդադ պահում է այդ ահաբեկչական վիճակի մեջ, որ ամեն պահի կարող է գլխիդ միտեղ մի բան պայթել։ Այսինքն սա իրենք անում են առանց հասկանալու, որ ի վերջո պատասխանն էլ դրա կա, որովհետև եթե իրենք այդ շառավիղը մեծացնեն, մենք էլ պիտի շառավիղը մեծացնենք։ Սա կարծում եմ հենց այդ է, որ պետք է ահազանգ հանդիսանա միջազգային բոլոր ենթատյատներին եւ առաջի հերթին անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպություններին, ԵԱՀԿ-ին հիմնականում եւ մյուս մասերին, որ հասկանան, որ այստեղ խոսքը գնում է իսկապես լայնամասշտաբ պատերազմ այս ռեգիոնում սանձազերծելու վտանգի մասին։